գնահատականներ հնչեցին, բավականին կոշտ, այս կատարվող, այսպես կոչված, իշխանությունների կողմից իրավական գործընթաց որակվող այս դեպքի միջադեպի առնչությամբ ձեր գնահատականը որն է եւ ինչ սպասել դատարանից, ինչ որ օրինաչափություն կխախտի։ Երբ իրավական պետությունը սպանվում է դիտավորությամբ եւ սպանվել է հրապարակային 2018 թվականի հարթակից հայտարարելով, որ մի դատավորն է, որ իմ ասածը պետք է չանի, մենք լսել ենք ձայնագրություններ, թե ոնց պետք է կալանքը ուզեն չուզեն տան, ինչ իրավական գործընթացի մասին է խոսքը։ Հայաստանի այդ համակարգը, որը ընդունված էր մինչև Նիկոլը անվանել իրավապահ, այդ համակարգը կորցրել է իրավական եւ բարոյական հնարավորությունը Հայաստանի քաղաքացիներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ գործընթացներ նախաձեռնելու, իրականացնելու, ել չեմ խոսում հետապնդումների մասին։ Երբ որ այն մեր հետևում գտնվող դատարանը, դատական կազմը, դատական համակարգը համալրվում, փոփոխվում է այնպիսի դատարաններով, որոնք իրենց ասելով առանձնացված, մասնագիտացված դատարաններ են, բայց իրականում հետապնդում են արտակարգ դատարան լինելու եւ կոնկրետ քաղաքական գործերով արագ որոշումներ կայացնելու տրամաբանությունից, հետեւաբար այդտեղ իրավական process-ներ լինել չեն կարող։ Երեք նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի բակում ենք առիթ ունեցել դրա մասին խոսելու, չի կարող լինել իրավական process մի համակարգում, որը Նիկոլի SMS-ներով է առաջնորդվում։ Այսինքն եթե բարձրագույն դատական խորհրդի նախագահային SMS կգրեր, որի նշանակման, պաշտոնավարման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի Նիկոլը, դուք կարծում եք այն մարդը, որ իր ստորագրությամբ է նշանակվել այդ կառույցի ղեկավար եւ ձևավորվել է այդ կառույցը, այ պետք է տեղ մի քիչ ներողություն պիտի շրջանակների մեջ լինեին եւ իբր թե ինչ որ SMS չգրեր։ Տիկին Մկրտչյան, այս Սարիկ Մինասյանն ասում է դուք լավ չգիտեք, 2018-ից հետո իրավական ու քաղաքական գործընթացները Հայաստանում միայն հյուսված չեն։ Մինչև այդ կարող է, բայց ասում է լավ չգիտեք։ Այդ որ Սարիկն է, այն որ համ հանրապետական է եղել, հետո դավաճանել է, հետո լուսավոր էր եղել, հետո դավաճանել է, հիմա էլ տենց քպեական է, վստահ եմ, հեսա Նիկոլի իշխանության չի լինի։ Մերոնցից չի եղել, դա մեզ դավաճանողներից է եղել, այդ վստահաբար կարելի ասել։ Հիմա էլ վստահ եմ, որ Նիկոլին իշխանությունից հեռացնելուց հետո 4-րդ ուժն է ման գալու, այսպիսի բացառիկ սկզբունքայնություն ունեցողին թույլ տվեք որևէ կերպ ուղղակի չմեկնաբանել։ Երեկ էլ ինքը իր բանավեճի ժամանակ ամբողջությամբ բացահայտեց, ես հիմա ավելի չեմ խորանա, բայց եթե մեր քաղաքացիները մանդատ բանը ԿՊ-ից դուրս կգա, թե չէ, վերջում ապրելու երկրի տեխնիկական հարցերը։ Դե չեք տեսել, լուսավորից որ դուրս է եկել ՀՀԿ-ին դավաճանել է, ինչի պետք է ԿՊ-ի հետ նման կերպ չվարվի, իսկ մեր քաղաքացին եթե հետաքրքիր է իրականում Սարիկ Մինասյանի ներգրավվածությունը այդ իրավական բեսպրիդելին, որը Գյումրիում տեղի է ունենում, թող իր երեկվա բանավեճի ընթացքում հնչեցրած մի քանի նախադասություններին խնդրում ուշադրություն դարձնեն ու կտեսնեն, թե իրականում որքան է ներգրաված, որքան է տեղյակ, ու այն ՔՊ-ական Վահագն Ալեքսյանը Փաստորյանն է երևի հակակոռուպցիոնի կոմիտեի նախագահ նշանակել, իմացաք, բոլորից լավ գիտեր, ով ինչ ցուցմունք է տվել, ով ինչ տրամաբանությամբ է հարցաքննվել, ով ինչ կարգավիճակ ունի այդ գործընթացներում։ Այն էլ պատահականությանն էլ երևի անդրադառնանք, հա, միգուցե դրմփակ նիստին, չէ, որը իրավունք չունի որևէ մեկը ականջ դնելու։ Եվ այն պատահականությանն էլ անդրադառնանք, որ հեղինակազրկված ԱԱԾ-ի ստորաբաժանման ղեկավարը էլի Սարիկ Մինասյանի մտերիմ հարազատ ազգական մերձավորն է։ Տիկին Մկրտչյան SMS ասես հարցը ձեզ տնտեսում դուք ինչ կասեք։ Այս Հովիկ Աղազարյանն էլ է Նիկոլ Փաշինյանի SMS-ով 3 տարի Մարկյանին անդրմխացություն զրկելու։ Ես կասեմ այն, ինչ որ միշտ եմ ասել Հովիկ Աղազարյանի ներկայիս վնգստոցի մասին։ Ինձ չի հետաքրքրում փող իշխանություն եւ աթոռ չկիսած Նիկոլի կողմից նախկինում օգտագործված եւ հիմա շպրտված մարդկանց շրջանակը։ Ինձ չի հետաքրքրում, ինքը ոչ գաղափարական պայքար ունի Նիկոլի դեմ, ոչ գաղափարական պայքար է ունեցել երբևէ հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ այն որ օրինակ Նիկոլը նախընտրել է Արգիշտի Քյարամյանին կամ որևիցե այլ մեկին, քան Հովիկ Աղազարյանին, թույլ տվեք այդ եռանկյունու մեջ ես չմտնեմ։ Այսինքն ամեն դեպքում ինքը երևի ԿՊ ֆրակցիայի որոշումի վրա էր տարածվել կամ տենց by default որոշել է։ Չէ, ինքը ամեն դեպքում հույս ունի վերականգնել Նիկոլի բարեհաճությունը, փողին, իշխանությանը եւ աթոռին մոտ լինելու հնարավորությունը։ Արժեքներ չկան այդտեղ, թե չէ միգուցե։ Նիկոլիզմը արժեք։ Չէ, արժեք չի, զիբլանոց է։ Մկրտչյան, արդյոք ԿՊ-ն կարողանա հաղթանակել այս ուզարկություններից, ձերբակալություններից եւ հետապնդումներից։ Իրենք ամեն ինչ անում են, որ այդպես լինի, ոչ թե հաղթանակել, այլ զավթել։
Այն ինչպես 2018-ին դագաղներով են զավթել, 2021-ին չագուջով են զավթել հանրապետական մակարդակով, հիմա նույնը անում են տեղական մակարդակով, ինչի առաջի քաղաքն է, կամ ինչի են եղել Գյումրիում արտահերտ ընտրություններ, որովհետև ահաբեկել են ընտրված մի ուժի ավականիներին, կալանավորել են շատերին, պարալիզացնելով քաղաքը, այդ մարդկանց ինքը, ես ուղղակի նույնիսկ չգիտեմ, թե այդ ինչ ճնշումներ են գործադրել, որ մարդիկ անգամ ովքեր երեք դեռ զբաղվում էին քաղաքականությամբ, այսօր ասում են մենք քաղաքականության հետ գործ չունենք, մեզ հարց չտաք, հեռախոսների չեմ պատասխան։ Դուք պատկերացնում եք այդ մարդկանց բարեհոգեբանական վիճակը, ել չեմ ասում ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Հələ դեռ այս իշխանազավթման ավարտից հետո պետք է հասկանալ, թե այդտեղ ինչ հանցակազմեր կան, այդտեղ ինչ հանցագործությունների միջոցով այդ մարդկանց լրացրեցին։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։